Պարզ աշխատանքային հանդիպումներ առանձնապես հատուկ ինչ-որ կարգավիճակ չուներ, պարզապես մի քանի խնդիրներ կան, որ նաև պետք է երկու տենց անմիջական շփումներով կարողանանք առաջ գնալ, սա որևէ կերպ իհարկե քառյակի փոխարինելու կամ դրան զուգահեռ հանդիպումների մասին չի խոսքը գնում, որոշ բաներ կան, որ օրինակ դիրքորոշումների նաև համընկնումներ կան, մասնավորապես սահմանադրական դատարան դիմելու հետ կապված եւ գլխավոր խնդիրը այսօր քանի որ առաջնահերթ լուծելու կարիք ունի կൂട്ടակայինի մասով սահմանադրական դատարան դիմելը գիտեք նորից հրապարակի վրա է եւ մենք այդ հարցով պատրաստում ենք համապատասխան դիմում այդ խնդրի հետ կապված մյուս մեր քաղաքական գործընկերները իրենց հայտարարություններով կարծես այդքան էլ չեն այդ քայլը ընդունել, Բարգավաճ Հայաստանը ավելի հակված է, որ դրան գնանք, այդ էր խնդիրը նախ հիմնական պատճառը, որ մենք երկուսով ենք իրար հետ հանդիպել, դա քննարկենք։ Հետո նաև կա առաջնահերթ հարց կապված այս մեր այցերի հետ սահմաններ, որ այցելել ենք սահման եւ պետք է փորձենք, որ այդ արդյունքները լինեն գոհացուցիչ մեր այդտեղ բնակվող գյուղերի համար եւ գիտեք որ խոսքը գնում է հատուկ կարգավիճակ սահմանել, այսպես սահմանապահ գյուղ հասկացություն, որը կունենա արտոնյալ կարգավիճակ, այդ ցանկը հստակեցվի եւ այդ գյուղերին տրամադրվող արտոնությունների ամբողջ ծավալը համաձայնեցնենք։ Հիմա մենք աշխատել ենք, որ այդ ծավալը լինի լիարժեք, ամբողջական եւ բավարարի այն պահանջներին, որ մենք այդ այցելությունների ժամանակ ունեցել ենք։ Իհարկե նախնական ինչ-որ մի առաջարկություն ձևակերպվել է, ուղարկվել է կառավարությանը, բայց կառավարության մոտեցումը եւ մեր մոտեցումները այդ առումով այս պահին դեռ համադրված չեն եւ հայտնի չի ինչ ծավալով մեր առաջարկները կընդունվեն։ Մենք որոշեցինք, որ այդ խնդիրների հետ կապված էլ մեր քայլերը համաձայնեցնենք։ Բնական է նաև առաջիկայում կլինի ավելի լայն քննարկում նույն քառյակի շրջանակներում այդ նույն հարցի հետ կապված։ Մնացած այսպես առօրյական մեր առաջիկա ազգային ժողովի նստաշրջանի հետ կապված ընդհանուր նաև հարցեր էին, որ նախնական տեսակետներ փոխանակեցինք։ Սահմանադրական փոփոխությունների հետ կապված քննարկում չեք ունեցել։ Սահմանադրականի հետ կապված էլ խոսել ենք, բայց առայժմ դեռ այդպես միասնական դիրքորոշում այդ հարցի հետ կապված չկա։ Մենք մեր տեսակետներն ունենք, հրապարակային արտահայտվել են, այդտեղ էլ խնդիրներ կան, որ հարց կա հանգելու ինչ որ ընդհանուր եզրակացության եւ մենք մեր գործընկերներին մեր հիմնավոր մոտեցումները կապված մեր այդ փոփոխություններին կողմ լինելու, բայց այն ուղղվածությամբ, որը մեր համար ընդունելի կլինի, որտեղ մեր համար ընդունելի են այն սահմանադրական փոփոխությունները, որոնք կունենան կոնկրետ հստակ խորությամբ հիմնարար փոփոխությունների տրամաբանություն եւ կառավարման համակարգը փոխեն խորհրդարանական համակարգի, բայց մեր պատկերացրած մոդելով եւ եթե այդ ուղղվածությունը չլինի, բնականաբար մեր համար սահմանական փոփոխությունները դառնան ինքնանպատակ։ Քառյակից միայն դաշնակցությունը ամբողջությամբ բացական չի արտահայտվել սահմանադրական փոփոխությունների հետ, ու կարծես թե այդ հարցում կա որոշակի ոչ միասնական դիրքորոշում։ Մյուսները կտրուկ դեմ են արտահայտվել։ Մյուսները ըստ էության դեմ են արտահայտվել չեղած նախագծին։ Նախագիծ գոյություն չունի։ Հայեցակարգ ասածն էլ շատ երկիմաստ է եւ այնտեղ խոսքը չի գնում կոնկրետ կառավարման համակարգի մասին։ Այնտեղ երկու համակարգի մասին էլ ըստ էության ակնարկ կա։ Վերլուծություն է ավելի շատ դա, քան թե կոնկրետ հայեցակարգ։ Կոնկրետ հայեցակարգը կներկայացվի, որքան մեզ հայտնի է, դեռ հոկտեմբեր ամսին։ Այսինքն այսօր մեր համար մի քիչ անհասկանալի է հայեցակարգ չլինելուն դեմ լինել արդեն ի սկզբանե։ Մենք ասում ենք կարելի է դեմ լինել մի բանի, որը չի համապատասխանում քո մոտեցումներին, բայց եթե քո մոտեցումներին համապատասխանում է դեմ լինելը, բացարձակապես անհասկանալի է։ Դուք խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու որ ասում եք, որ տարբերակի կողմը
որ ասում եք պետք է դրեք համապատասխանի ձեր մոտեցումներին, դա Այ մենք ունենք մեր հայեցակարգը, շատ հստակ, դա այդ երկու բառով ասելու բան չի։ Մենք նախ դա քննարկել ենք, եթե հետևել եք Սահմանադրական դատարանի նախագահի, որը նաև գլխավորում է հանձնաժողովը, եւ այդ ժամանակ մենք բավականին բովանդակային, լուրջ քննարկում ունեցանք կապված նրա հետ, թե ինչու նախ պետք է անցնել խորհրդարանական համակարգի եւ ինչպիսի խորհրդարանական համակարգի պետք է անցնել։ Եվ ես կարծում եմ, որ այդ նախնական քննարկումը տվեց հնարավորություն, որ մենք նախ փարատենք մեր մեջ այն մտահոգությունը, որ այդ հայեցակարգը բացարձակապես չի անդրադառնալու քաղաքական ուժերի կողմից հնչեցրած մոտեցումներին։ Այդպիսի տպավորություն չունենք։ Ընդհակառակը ունենք տպավորություն, որ առնվազն այդ հանձնաժողովը հակված է նկատի ունենալ այն առաջարկությունները, որոնք կատարվել են, իսկ մենք այդ հանձնաժողովին մեր մոտեցումները, մեր ուղղությունները, այսպես ասած, թեզերի ձևով ներկայացրել ենք։ Իսկ այն որ ասում են, որ դեռ ժամանակը չի, որ իշխանությունները այդ փոփոխությունները անում են, որպեսզի իրանց իշխանության ժամկետը երկարաձգեն, դուք չեք կիսում այդ մոտեցումները, քարեկի մյուս խոշակությունների։ Բացարձակապես մեր մոտեցումը եղել է շատ հստակ։ Մենք ասել ենք, մենք կողմ ենք իշխանափոխության, բայց ամբողջական։ Իսկ ամբողջական իշխանափոխությունը ենթադրում է ոչ միայն վարչակազմի փոփոխություն, այլև համակարգի փոփոխություն։ Եվ շատ անտրամաբանական է, եթե դու մի բան առաջարկում ես փոխվի եւ պատկերացրեք նույն առաջարկը ընդունվում է, դու հանկարծ վերջի պահին ասում ես, չէ, վայ, ոնց որ ես դեմ եմ իմ ներկայացրած առաջարկին։ Դա լուրջ քաղաքական ուժի պահվածք չի կարող լինել։ Այլ բան է, որ առաջարկը, որը իրենք ներկայացնում են, քեզ չբավարարի, դա բոլորովին այլ բան է, բայց մենք այդպիսի վիճակ չունենք։ Մի մոտեցում կա, որ բացարձակապես որևէ առաջարկի դեմ լինել, այսա մեր համար ուղղակի անհասկանալի է։ Դե կարող ենք մենք նստել եւ հիմնավորել, որ մի կարևոր քայլ, եթե դու այսօր կարող ես անել եւ համակարգը փոխելուց հետո գնալ իշխանափոխության, դա շատ ավելի ճիշտ դաշտ է ստեղծում, քան թե փորձել դա կատարել օրինակի համար ընտրություններից հետո, ինչպես իրենք են ասում։ Ինչ տարբերություն, եթե դրա հնարավորություն այսօր կա, օր առաջ դա կատարելն է ճիշտ, թե սպասենք ընտրությունները լինեն, որից հետո հայտնի չի այդ ընտրվողը արդյոք կհրաժարվի նախագահի լիազորություններից, թե չէ։ Մենք որտեղ խոսում ենք նրա մասին, որ հրաժարվել նախագահի աթոռից։ Հիմա այդ նախագահի աթոռից հրաժարվել միջև նախագահական ընտրությունները, թե նախագահական ընտրություններից հետո։ Մեր կարծիքով նախագահական ընտրություններից առաջ պետք է հրաժարվել, ոչ թե հետո, որտեղ հետո ով որ եկավ նախագահ դարձավ, բացարձակապես իմաստ չի տեսնում այդ աթոռից հրաժարվել։ Կամ շատ սխալ տեղ է տանում են, որ ասում ես, հա, ճիշտ է, այդ նախագահական աթոռից հրաժարվենք, բայց մենք մի քիչ նստենք վրան հետո։ Կլինի տենց։ Պարոն Ստանյան, իսկ քննարկվում սեպտեմբերի 30-ին համատեղ հանրահավաք անցկացնելու հարցը։ Հանրահավաք անցկացնելու հարցը նախնական պայմանավորություններ կա, բայց կոնկրետ ինչպես եւ այլը դա արդեն քառակի քննարկման հարցն է, մենք այս երկու ֆորմատի մեջ այդ հարցերին չենք անդրադարձնել, դա քառակով քննարկենք։ Դե մասնակցել եք բարեփոխումների քննարկումներին։ Որ բարեփոխումներ։ Սահմանադրական բարեփոխումների։ Չէ, մենք հանձնաժողովի անդամ չենք։ Մենք տարբեր հասարակական կառույցների հետ էին հանդիպում։ Ձեզ էին առաջարկներ այդ խորհրդարանում։ Մենք երկու անգամ, չէ, մենք երկու անգամ, մի անգամ իրենք են հրավիրել, մենք մասնակցել ենք հանձնաժողովի նիստին եւ ներկայացրել ենք մեր մոտեցումը, Սահմանադրական դատարանում է դա եղել։ Մյուսը մենք ենք հրավիրել իրենց եւ հանդիպում ենք կազմակերպել մեր ակտիվիստների հետ եւ սահմանագրագետների հետ, մասնագետների հետ, որպեսզի մասնագիտական քննարկում տեղի ունենա եւ դա կատարեցինք Անի պլազայում, որ գիտեք դրա մասին էի ասում։ Տևեց մի 3 ժամ։ Պարոն Ստանյան, Սահմանադրական դատարանի մեր կուտակայինի հարցով քայլակում ինչ տարաձայնություններ կան։ Որտեղ? Քայլակում տարաձայնություններ կան Սահմանադրական Երկու քաղաքական ուժ հայտարարել են, որ դրա նպատակարարությունը չեն տեսնում, բայց հենց այդ եմ ասում, որ Բարգավաճ այդ տեսակետը չուներ, մենք էլ չունենք այդ տեսակետը եւ վստահ ենք, որ ելի նորից նույն սահմանական դատարանի միջոցով կարող ենք փաստել հակասահմանադրականությունը այս նոր փոխված օրենքի, որովհետեւ իրենց մոտեցումը բացարձակապես մեր համար անընդունելի է, այսինքն անունը փոխում են
ու դուրս է գալիս, որ այդ նոր անվամբ սահմանադրական քննարկում տեղի չի ունեցել։ Եվ այդ պատճառով անմեղության կախավարկածի, այսպես ասած, անօրինական կիրառման միջոցով ուզում են ասել, որ սա սահմանադրությանը չի հակասում, քանի Սահմանադրական դատարանը հակառակ որոշում չունի։ Իբր թե անունը փոխել են, այն ուրիշ օրենք էր, որը հակասում էր։ Հիմա այս օրենքը չի հակասում։ Այո, հակված են կարծում եմ, բայց վերջնական որոշումը, ասենք, սա աշխատանքային քննարկում էր։ Բնականաբար դրա համար մեր համար շատ կարևոր էր, որ մենք առաջի երթին իրենց հետ հանդիպենք, որպեսզի կարողանանք հասկանալ մինչև վերջ հնարավոր է տանել դա թե չէ։ Իսկ ինչու ՀԱԿ-ն ու մյուս ժառանգություն քննարկությունները չկա, քանի որ այստեղ այնպիսի հարց եք նաև քննարկել, որ նրանց էլ վերաբերում սահմաններ այցելելը եւ սահմանամերձ շրջանների կարգավիճակ բռնելու հարց։ Ես ասեցի, չէ, ասեցի մի հարց կար, որը հրատապ է պետք արդեն ուղարկել։ Բայց իրենք դեմ էին դրան արտահայտվել, մենք նախապես խոսում ենք Բարգավաճի հետ, որը կողմ է արտահայտվել։ Կողմ է արտահայտվել, ըստ էության դեմ չի արտահայտվել, այսպես ասեմ, Սահմանադրական դատարան դիմելու խնդրին։ Ասես ինչու եք, բայց ասում եք ինչու եք հանդիպել Բարգավաճի հետ, որտեղ ուրիշ հարցեր մյուսներն էլ են հետաքրքրում։ Չեմ ասում ինչու եք հանդիպել ԲՀԿ-ի հետ, ասում ինչու չկային մյուսները, հատկապես որ մի հարց։ Դե ասեցի, որովհետև բայց այս հարցն էր գլխավոր հարցը, որի հետ կապված իրենց տեսակետը գիտենք, որ դեմ են ըստ էության արտահայտվել։ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագծին ծանոթ Ծանոթանանք, մենք բոլոր տեսակետներին էլ ծանոթանանք, կհամադրենք եւ մեկ ամբողջական նախագիծ կպատրաստենք։ Մենք հիմա դրա վրա աշխատում ենք։ Ես կարծում եմ սա պիտի լինի համատեղ, քանի որ մենք միասնական ենք այցելել, 6 քաղաքական ուժերն են այցելել, 6-ի կողմից էլ այդ նախաձեռնությունը պետք է լինի։ Իսկ ինչպես է գնահատում Մոնիկա Աբրահամյանի աշխատանքը կառավարությունում, որպես վարչապետ, արդեն 4 ամիս։ Դες հիմա չեմ ուզում առաջանցնեմ, այդ քննարկումը կլինի, մենք 12 կետ ենք դրա համար սահմանել եւ ըստ այդմ էլ կգնահատենք, այդ գնահատման նախօրեակին չեմ ուզում կարծիք հայտնել, կլինի քառյակի հանդիպումը, այդտեղ միասնական դիրքորոշում կունենանք։ Իսկ երբ կլինի քառյակի հանդիպումը, արդեն նիստերը Դες սեպտեմբերին կլինի։ նիստերի ժամանակ։ Դե օր չի նշանակված, բայց կլինի, չեմ կարծում դա այտենց շատ կարևոր է օրը։ Իսկ հնարավոր համարում եք այդ տարաձայնությունները, թե բարեփոխումների, թե սահմանադրական դատարանի մասով պարարտեն քարեկը եւ տապալները հանրահավաքների իշխանության պահանջ բարձրացնել։ Գիտեք, ես նախ համարում եմ, որ ինչ-որ նոր բան տեղի չունենում մեր մոտեցման մեջ։ Մենք միշտ էլ ասել ենք, նախ քառյակը այնքանով, որ 4-ը համաձայնվում են ինչ-որ մի բան անեն։ Այդքանով քառյակ է։ Բայց մնացած բոլոր հարցերում քաղաքական ուժերը ունեն իրենց տարբեր մոտեցումներն ու տեսակետները, դա միշտ էլ հայտարարել են։ Հիմա ինչ վերաբերում է կոնկրետ սահմանական փոփոխությունների հետ կապված տարբերությանը, այդ տարբերությունը կարծում եմ, որ վաղուց էր հայտնի, իհարկե մենք որ կողմ ենք խորհրդարանական համակարգին, դա նոր չի առաջացել։ 25 տարի անկախությունից ի վեր դրա մասին ենք ասում։ Մյուս քաղաքական ուժերը պետք է մտածեն, որ կողմ լինելով խորհրդարանական համակարգին ինչ են համարում, որ հիմա դրա ժամանակը չի։ Առանց բովանդակությունը տեսնելու մանավանդ։ Բովանդակությունը ձեռ չտա, հəլելի հասկանալի է, բայց կարող է չի առաջարկվի այնպիսի բովանդակություն կամ մենք պահանջենք, որ դա կատարվի եւ դա Հիմա տեսեք, այստեղ էլ նրբություն կա։ Մի մասը համարում է, որ սահմանական փոփոխությունների անհրաժեշտություն չկա, որտեղ սահմանադրությունը ոչինչ չի որոշում, որը ես կարծում եմ քաղաքագիտական առումով անգրագիտություն է, որտեղ այդ պարագայում ընդհանրապես սահմանադրություններ չպետք է ունենային շատ երկրներ, նրանք որոնք որ չունեն սահմանադրություն, ունեն ավանդույթներ, ունեն ձևավորված օրենսդրական դաշտ եւ այլ, այսինքն թերագնահատել սահմանադրության եւ օրենսդրական դաշտի նշանակությունը քաղաքական գործընթացներում եւ իրավիճակային խնդիրները լուծելու առումով, սա չեմ կարծում խոսում է քաղաքական ուժի լրջության մասին։ Ուրեմն անհրաժեշտություն կա, այլ բան, որ մյուսներն էլ ասում են, հա, դրա անհրաժեշտությունը կա, բայց հիմա չանենք։ Լավ։ Դա եկեք հասկանանք հիմա չանենք, որովհետև ձեռ չի տալիս այն բովանդակությունը, որ մեզ ներկայացվում է, դա բոլորովին այլ խոսակցություն է։ Մենք էլ դրան դեմ կլինենք, եթե առաջարկվի մի բան, որին մենք համաձայն չենք։
Բայց եթե առաջարկվի մի բան, որին դու համաձայն ես եւ համակարգը իսկապես դրանից փոխվում է, եւ այդ համակարգային փոփոխությունից շահում է թե քաղաքական պայքարը, թե նույն հետո ընտրական գործընթացները, թե իշխանությունների ձևավորման եւ գործունեության կարգն է ամբողջությամբ դառնում թափանցիկ եւ ժողովրդավար կարգով իրականացվող։ Դրանից եթե դու հրաժարվում ես, ես էլ արդեն խոսում եմ նրա մասին, որ ուրեմն քեզ պետք է ի վերջո այդ աթոռը, որ դու այդ աթոռն ես ուզում։ Աթոռակռիվ է դառնում սա։ Մեզ պետք չի, որ մեր երկիրը նորից աթոռակռվի, զոհ դառնա։ Այդ աթոռից պետք է հրաժարվել, որ այդ աթոռակռիվը չլինի։ Եթե քարակի մյուս 3 ուժերը այնուամենայնիվ հրաժարվեն ցանկացած նախագծի սահմանադրական փոփոխությունների ու եթե այդ նախագիծը լինի ձեր հայեցակարգին համապատասխան, դուք տարբերվող կարծիք կհայտնեք։ Մենք հիմա էլ ենք տարբերվող կարծիք հայտնում, դա նոր չի։ Դառնով առանձնանեք հայեր։ Արդեն եթե դա իրենք են առանձնանում, մենք մեր գիծը բռնած 25 տարի գնում ենք։ Այսինքն եթե տեղ է հասնում, այդ եմ ասում, այսքան ժամանակ պահանջում ես անցնել խորհրդարանական համակարգի։ Հետո գալիս է մի պահ, որ այդ խորհրդարանական համակարգի անցումը հնարավոր է։ Դու ասում ես, վայ, ես սա չէի նախատեսել, պետք է չլինի։ Դե ուրեմն անկեղծ չեն։ Չէ, ուրեմն անկեղծ չեն։ Եթե պահանջում ես, այդ պահանջը բավարարվում է, ասում ես, չէ, հիմա մի բավարարի, 3 տարի հետո բավարարի։ Իմաստը ո՞րն է։ Կարանք մի հատ հասկանանք։ Հավանաբար, որպեսզի հաջորդ ընտրություններին հանրապետական է, որը հիմա իշխանությունը իր ադմինիստրատիվ լծակներով ոչ չի զբաղեցնել խորհրդարանի։ Հարգելին ես, բոլորը խոսում են նրա մասին, որ խորհրդարանական համակարգում, իբր քանի որ վարչապետն է նաև դերակատար ֆիգուրներից մեկը, այդ վարչապետության խնդիրը բացառվի։ Մենք դա էլ ենք համաձայն։ Անցումային դրույթներ կան դրա համար, կարելի է դա էլ գրել, գործող, այսպես ասած, նախագահի նկատմամբ որոշակի սահմանափակումներ կիրառել, դրանք ամենը հնարավոր լուծումներն են։ Բայց եթե ոմանց թվում է, թե այս համակարգով նախագահը չի կարող վերարտադրվել, չարաչար սխալվում են, այս համակարգը գործող, թե սահմանադրական, թե ընտրական, լավագույնս ապահովում է իշխանությունների վերարտադրումը։ Սա է խնդիրը։ Ուրեմն մենք այդ համակարգը ուզում ենք թույլատնենք, իրենք ասում են հիմա չանենք, հետո անենք։ Ինչ որ հույս կա, որ քանի որ նախագահը գնացող է, իրենք կարող է գան, այդ աթոռից հիմա իրենք օգտվեն, մենք այդ ձևի մոտեցումը չենք կարող բաժանել։ Սա ասում եմ, հա, հրաժարվենք այդ աթոռից, բայց մի քիչ վրենք նստենք հետո։ Չի լինելու տենց։ Եթե հիմա չարեցին, 10 տարի եւս նախագահ ընտրվելուց հետո այս համակարգը չի փոխվի, որովհետև ամեն նոր եկած նախագահ անկախ անձից գայթակղվում է այն իշխանությամբ, որ ունի։ Եվ ինքը համարում է, որ պարզապես այդ լավ մեծ իշխանությունը վատ մարդկանց ձեռքում է եղել, դրա համար է երկիրն այս վիճակում։ Մենք էլ ասում ենք համակարգն է նաև այդպեսին եւ թույլ է տվել, որպեսզի այդ մարդիկ չարաշահեն եւ իշխանությունը յուրացնեն։ Դրա համար եկեք սրանից ազատվենք։ Սա է մեր ասածը։ Եվ նախագահի մեկ անվանությունը, որ ըմբռնությունը պետք է գործի չափի սահմաններում, այդ ինչ չափ է։ Ընդդիմությունը չափի սահմաններում է գործում, այդ իշխանությունները չափից դուրս են գործում եւ այդտեղ մեկը մյուսին դասեր տալու խնդիր չկա։ Հարցը հետեւյալն է, որ բոլորը պետք է օրենքներով գործեն, սահմանափակվեն եւ իրենց լիազորությունների շրջանակում գործեն։ Դա համար էլ համակարգ այնպեսի պետք է լինի, որ լիազորությունները չկարողանան չարաշահել։ Հիմա մեր անելիքները շատ հստակ են, շատ լուրջ մեզ անելիքներ են սպասվում։ Սահմանադրական փոփոխություններ, որ գլխավոր հարցերից մեկն է համակարգ փոխելու։ Ընտրական նաև համակարգի փոփոխության խնդիր մենք ունենք։ Մենք ունենք այն գնահատումը, որ պետք է տանք նոր կառավարությանը կապված մեր առաջ քաշած հարցերի լուծման 12 կետեր եւ դրան գումարվել են նաեւ էներգիայի, էլեկտրոէներգիայի խնդիրներ եւ այլ եւ այլ։ Սրանք պետք է գնահատվեն։ Եվ ունենք սահմանապահ այս գյուղ հասկացությամբ սահմանամերձ մեր գոտու խնդիրները լուրջ ուսումնասիրելու, որովհետեւ այն ինչ որ տեղի ունեցավ այդ երրորդյա պատերազմը, որը ըստ էության Հայաստանին պարտադրվեց եւ Ղարաբաղին, սրանից պետք է հետեւություններ անենք եւ դրա հետ կապված մեր բանակի մարտունակությունը եւ ոգին բարձրացնելը գլխավոր խնդիրն է մեր համար լինելու։